Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Անիկը վաղ առավոտյան մտահոգ քայլերով դուրս է գալիս տնից։ Նրա աչքերում անքուն գիշերվա շունչն է, ուղևորվում է հիվանդանոց, տեսնելու Վռամին, ում վիճակը ըստ բժիշկների արդեն կայունացել է։ Վռամը եկել է գիտակցության, մի քանի բառ է արտասանել, իսկ սա արդեն հաղթանակ էր համարվում։ Անիկը ճանապարհին մի կարևոր զանգ է կատարում, նա զանգում է Սոնային։ Ձայնը մեղմ, անգամ մի փոքր դողացող եւ ոչ թե ատելությամբ լի, ինչպես նախկինում էր, այլ խնդրանքով։ Նա առաջին անգամ խոսում է Սոնայի հետ այնպես, ինչպես խոսում են հարազատ մարդիկ։ Խնդրում է, անգամ աղաչում, որ Սոնան գա հիվանդանոց, տեսակցության։ Այս խոսքերն այնքան անսպասելի են Սոնայի համար, որ վերջինս ակամա շփոթվում է։ Նա հիշում է բոլոր այն պահերը, երբ Անիկը իր վրա սառը քար էր դրել ու իրեն օտար էր զգացրել։ Սակայն հիմա իր ականջները լսում են մի բան, որը երբեք չէր պատկերացրել։ Եվ այո, Սոնան համաձայնում է։ Նստում է մեքենա եւ արագ հասնում հիվանդանոց։ Երբ նա բացում է վերակենդանացման բաժանմունքի դուռը եւ մտնում Վռամի մոտ, սիրտը սկսում է անհանգիստ տրոփել։ Նա մի քայլ անում է առաջ, բայց Վռամը, գունատ ու դեռ թույլ, միանգամից արձագանքում է։ Նա վանում է Սոնային, հարցնելով, թե ինչու է եկել։ Նրա ձայնը չոր է, կոշտ, բայց այդ չորության տակ թաքնված է մի հիասթափված հոգի։ Սոնան, չնայելով այս ընդունելությանը, մնում է կանգնած ու աչքերը լցված պատասխանում է, որ ինքը իմացել է, Վռամը վատ է ու չի կարողացել չգալ։ Վռամը չի մոռացել, հիշում է ամեն բան։ Ասում է, որ այն ժամանակ էլ էր վատ, երբ նա գնաց ու թողեց իրեն մենակ։ Սոնան այլևս չի կարողանում դիմանալ, արցունքները հոսում են։ Նա խոստովանում է, որ սիրում է Վռամին, որ չի կարող ապրել առանց նրա, որ որքան էլ հեռու մնա, նրա սերն ավելի է ուժեղանում։ Մյուս կողմում Հայկը որոշում է գնալ ոստիկանություն։ Նա մտնում է, առանց վարանելու, նստում քննիչի դիմաց եւ վճռական ձայնով ասում է, որ իրականում ինքն է դանակահարել Արմոյին։ Ասում է, որ Վարոն այդպես վարվել է, որովհետեւ ցանկանում էր իրեն փրկել։ Քննիչը լսում է, թղթերն է թերթում ու վերջապես ասում է, որ ամեն բան այդքան պարզ չէ։ Իրաղեն ապացույցները, մատնահետերն ու այլ փաստերը ուղղակիորեն ցույց են տալիս, որ Վարոն է վնասել Արմոյին։ Հայկը հասկանում է, որ խոսքերը քիչ արժեք ունեն, երբ փաստերը խոսում են իրենց լեզվով։ Նա դուրս է գալիս շենքից, հիասթափված, չիմանալով, թե ինչպես օգնել ընկերոջը, բայց հանձնվողներից չէ։ Նա միանգամից գնում է Արմոյի մոտ։ Արմուն տեսնելով Հայկին մի պահ շփոթվում է, բայց վերագտնում է իր սովորական կեղծ հմայքը։ Հայկը գալիս է կոնկրետ պահանջով։ Ասում է, որ եթե Արմուն մեջ թեկուզ մի փոքր արժանապատվություն ունի, պետք է ցուցմունքը հետ վերցնի, սակայն Արմոնն էլ արդեն սկսել է իր հերթական խաղը։ Նա հասկանում է, որ Սակոյի հետ ինչ-որ բան է պատահել եւ վստահ է, որ Սակոյի անհետավության հետևում կանգնած է Աբոն, իսկ այժմ Սակոն իրեն է մեղադրում ամեն ինչի մեջ։ Արմոնը զգում է, որ պահը շահեկան է եւ պետք է այն ճիշտ օգտագործել Սակոյի աչքերում փրկիչ ներկայանալու համար։ Նա Հայկի առաջ մի պայման է դնում։ Ասում է, միայն մեկ դեպքում ինքը կգնա եւ կվերցնի իր ցուցմունքը, եթե Աբոն ազատի Սակոյին։ Հայկը քարանում է տեղում, շոկի մեջ է։ Նա չէլ պատկերացնում, որ Սակոն, Նարեի հայրը, կարող է այժմ լինել Աբոյի մոտ։ Նա չի հասկանում ինչ է տեղի ունեցել, ինչու է Սակոն անհետացել, կամ ինչու է Արմոն հիմա թելադրում պայմաններ։ Սակայն գիտի մի բան, եթե ուզում է փրկել Վարոյին, ապա պետք է համաձայնի այս պայմանին, եւ ամեն ինչ տեղի է ունենում հենց այնպես, ինչպես Արմոն էր պլանավորել։ Հարգելի հետևորդներ, արդյոք Վռամն ու Սոնան կհաշտվեն։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կեսը ամերես։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոլմա, Մարիամ Իջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, ականչանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, ունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում, չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր է, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեզ։ Որը համամով է։ Մառոժին համով է։
Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախի։ Աղ ինչի հիմարը։ Կա բացում ահանը։ Կա ու աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվող։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Տեսնում եք նայես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխում ջար։ Չպնել դաշում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացածել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Չի ծորո։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնի նոմալինյան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, դու շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեվա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում սպաս։ բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և իմ հայրամիքի վրա սարսափելի կիպ, 81 սանտիմետր, 81 սանտիմետր եկի իմ բոյի ու կազմվածքի համար շատ է, թունակասեք ինչ եմ զգացում ավասրահ, են դրա համար, որ տեսություն մեկը գոնե դարձնել 70, մալ իմ տեսոր առաջ։ Եվ մեր ստացությունից երկու աստիճանականով է մեզ հետ հաշտարում։ Ահմա պանստացին դրսыз։